շարունակում ենք ուրիշ նորությունները, հյուր ունենք տաղավարում։ Մինչ հյուրին ներկայացնելը կուզենայի ասել, որ կան անուններ, որոնք դառնում են ազգային ինքնության հոմանիշ։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ պարը պարզապես շարժումների շարան չէ, պարը երբեմն ծնկած չմնալու միակ միջոցն է։ Համենայն դեպս այդպես էր պարին վերաբերում բոլորիս կողմից շատ սիրված Գագիկ Գինոսյանը։ Իսկ այսօր մեր հյուրն է Կարին ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը, լեգենդար Գագիկ Գինոսյանի դուստրը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Անի, դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը վստահաբար կարելի ասել, որ շարունակում է մնալ հայկական ինքնության դարբնոցը։ Այն ինչ որ արել է եւ չեմ վախենա ասել շարունակում է Գագիկ Գինոսյանը, որովհետև իր թողած ժառանգությունը այնքան մեծ է, որ կարծում եմ տասնամյակներ, իսկ գուցե դարեր կպահանջեն իր աշխատանքը վերծանելու համար։ Երկար տարիներ դուք աշակերտում էիք, պարում էիք, ուսուցանում էիք հայրիկի մոտ։ Այսօր երբ կարգավիճակը փոխվել է, ինչպես է փոխվել ձեր օրը եւ ինչպես է հաջողվում պահել խմբի ոգին եւ որակը։ Նախ ուզում եմ ասել, որ այն ճանապարհը, որը սկսել է Կարինը եւ որը սահմանել է պարոն Գինոսյանը, մենք երևի բախտավոր ենք, որ այդ ճանապարհով անցնողն ենք, որովհետեւ հաճախ շատ մարդիկ իրենց տեղը չեն կարողանում գտնել կյանքում կամ իրենց առաքելությունը, իսկ մերը կարինցիներին է եւս կարծում եմ պարոն Գինոսյանը իր ջանքերով նաև սահմանել է այդ ճանապարհը եւ մենք այսօր շարունակում ենք որպես փորձում ենք իրեն արժանի աշակերտներ լինել եւ շարունակել այդ ճանապարհով անցնել իսկ ղեկավար դառնալուց հետո առօրյաս բավականին փոխվել է իրականում վերջին տարիներին արդեն ես հիմնականում հայրիկին օգնում էի կազմակերպչական, այսպես շակերտներով ասած տնօրինական գործառույթները իրականացնելով, հաճախ փառատոները, ճամփորդությունները, շրջագայությունները ես էի կազմակերպում, այստեղ համերգները փորձում էի իր բեռը, այսպես ասած, թեթևացնել, որովհետև ինքը երկու բանով միաժամանակ էր զբաղվում, եւ գեղարվեստական հատվածով եւ կազմակերպչական, ես փորձում էի այնպես անել, որ ինքը միայն գեղարվեստականով զբաղվի Հիմա բարեբախտաբար պիտի նշեմ, որ խմբում կան ինձնից բացի եւս վառանհատներ, ովքեր իրենց վրա ունեն հստակ պատասխանատվություններ, այսպես ասած աշխատանքի բաժանում են արել եւ մյուսն էլ երևի այդ ոգեշնչման եւ մոտիվացիան չկորցնելու մասով ուղղակի պիտի ասեմ, որ պարոն Գինոսյանից հետո, այսպես ասած, պատասխանատվության բեռը արդեն ընկավ բոլորիս ուսերին եւ խմբի բոլոր անդամները կարծում եմ զգացին այդ ահռելի ծանրությունը եւ պատասխանատվության եւ կիսատ մնացած գործերի, որոնք մենք հանձնառանք վերցնել եւ շարունակել։ Շատ հետաքրքիր մի բան նկատեցի եւ կփորձեմ շատ նուրբ մոտենալ։ Խոսքի կեսում նշում եք պարոն Գինոսյան եւ կեսում հայրիկ։ Իրականում աշխատանքի մեջ առիթ լինում է բաժանելու, տարբերակելու, օրինակ, եթե դուք ուղղակի լինեիք նրա լավագույն աշակերտը եւ շարունակեիք ստիպված լինեիք այսօր շարունակել նրա գործը եւ որպես ժառանգորդ, որպես դուստր թե դա մի ընդհանուր աշխարհ է, որը սահմաններ չունի եւ չեք սահմանազատում։ Նախ մի հատ այսպես մտերմիկ բան պատմեմ, ես իրեն փոքր տարիքից երբեք հայրիկ կամ պապա չեմ ասել, միշտ անունով եմ դիմել։ Ու երբ որ արդեն սկսեցի խումբ գնալ, սկսեցի շատ ամաչել դրանից, որ ոչ պապա եմ ասում, ոչ հայրիկ, այլ ուղղակի Գագո, ինչպես մեծերն են էլի իրան ասում, ու այդպես սկսեցի խմբի մոտ իրեն ընկեր Գինոսյան ասել, որովհետև արդեն այդ չէի կարող հաղթահարել եւ իրեն պապա կամ հայրիկ ասել, այդպես շատ խոսքից մեջ մնաց հաճախ լինում, որ իր մասին խոսելուց ասում ընկեր Գինոսյանը, իհարկե եւ բարդ է իր աղջիկը լինելը այն առումով, որ էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է
եւ միևնույն ժամանակ կարծում եմ առավելություն է բնականաբար, որովհետեւ այն քննարկումները, որ մենք իրար հետ ունեցել ենք, այն կյանքի դասերը, այսպես ասած, որ ինքը ինձ տվել է, դրանք անփոխարինելի են։ Ինքը իհարկե շատ մտերիմներ ա ունեցել եւ այսպես նաեւ շատ շռայլ մարդեր ու բոլորին իր խորհուրդները կյանքի փորձով կարող էր կիսվել, խորհուրդներ տալ, բայց ամեն դեպքում նաև մեր կապը որպես հայր եւ դուստր բավականին ուժեղ է եղել եւ դա եւս մեկ, այսինքն իր կենթանության օրոք ինձ արդեն մոտիվացնում էր, որ ես իրեն օգնեմ, որ մենակ չթողնեմ, հիմա դե առավել, որովհետեւ այն ինչ որ ինքն արել է իր ամբողջ կյանքի ընթացքում, փաստացի ինքը իր ողջ կյանքը ծախսել է այս գաղափարի, այս առաքելության վրա, չի կարող ուղղակի այդ մեծության գաղափարը կիսատ մնալ իր չլինելով։ Անի շատ կարևոր բան նշեցիք, շռայլ էր եւ մեծ ընկերական շրջապատ ուներ, բայց արդյոք բոլորը կարող էին դառնալ ձգտել եւ ցանկանալ, այո, շատերը կուզենային, բայց արդյոք կարող էին դառնալ նրա ընկերը, եթե չէին կիսում նրա գաղափարները։ Չէ, հիմնականում իր ընկերները այն մարդիկ էին, ովքեր որ կիսում են գաղափարը կամ գոնե թե գիտակցում են գաղափարի կարևորությունը, նույնիսկ եթե գործնական դաշտում քայլեր չեն անում, բայց գաղափարի կարևորությունը հայրենիքի, հայի գիտակցում են, զուտ որպես օրինակ ասեմ, 22 թվականին ինքը ինձ ծանոթացրեց մի 20-ամյա երիտասարդ տղայի հետ ու ներկայացրեց, ասեց ծանոթացի ընկերս է։ Այդ պահին շատ խորթ հնչեց ականջից, այդ տղան ինձնից էլ տարիքով փոքր էր, հետո մտերմացանք իհարկե, շփվելուց հետո հասկացա, որ այդ արժեքները հայրենիքին վերաբերվելու այդ նրբանկատ, սրտացավ վերաբերմունքը իրեն շատ գերել էր։ Հասկանալի է։ Շատ անգամ ես համեմատում եմ պարոն Գինոսյանին Կոմիտասի հետ, անգամ այսպես սիրով կուզենայի միշտ իրեն կոչեինք Պարի Կոմիտասը, քանի որ նա արեց գրեթե նույնը, ինչ որ Կոմիտասը երկարվեստում մաքրեց, զտեց, իսկականը, հայկականը, մաքրամաքուրը չխառնելով, այսինքն մատուցելով ամենաճիշտ պարային էլեմենտները, որոնք հենց հայկական գենի եւ կոդի մեջ են դրված։ Իսկ այն հատվածից, երբ որ դուք արդեն հայրիկի գործի մեջ եք եւ հիմա էլ շարունակում եք, ո՞րն է համարում ամենամեծ հայտնագործությունը, ոչ թե որպես հայրիկի, այլ որպես բարի մասնագետի, որն է ժառանգության այսպես թողած գագաթնակետը։ Իրականում նաև նշեմ, որ ինքը հայ Պարի Կոմիտաս համարում էր Սրբույի Լիսիցյանին եւ այս մասին նաև Պարուր Սևակը իր 68 թվականի հրապարակախոսական ելույթում է ասել է օգտվելով առիթից Սրբույի Լիսիցյանի տարեդարձն է եղել, շնորհավորում եմ եւ ասում, որ այնինչ արեց նա ոչ ոք չէր կարող անել եւ Սրբույի Լիսիցյանի արածը հավասարազոր էր Կոմիտասին եւ Մանուկ Աբեղյանին։ Եվ այս մասով կարծում եմ պարոն Գինոսյանի գործը Սրբույի Լիսիցյանի մեկնարկածի շարունակությունն է, ինչպես նաև այդտեղ այլ անհատներ եւս կան Սրբույի Լիսիցյանի աշակերտներ, Էմմա Պետրոսյան, Ժենյա Խաչատրյան, Ռուդիկ Հարոյան, Հայրիկ Մուրադյան, բոլորը բավականին մեծ գործունեություն են ծավալել։ Իսկ ինչ վերաբերվում է պարոն Գինոսյանին, ինքը իրականում շատ այսպես բազմակողմանի զարգացած մարդ էր եւ սկսած իր հրապարակախոսական ելույթների ունակությունից, որ ինքը կարողանում էր մարդկանց կլանել, որովհետեւ շատ մեծ ծավալով գիտելիք ուներ եւ տիրապետում էր, ինքը ուներ մարգարեներ, այդպես էր կոչում, իր մարգարեներն էին Կոմիտասը, Նժդեհը, Հայրիկ Մուրադյանը, Լեոնիդ Ազգալյանը, Կոստան Զարյանը վերջին տարիներին եւ ինքը այնքան տիրապետում էր այս բոլոր մարգարեներին, որ կարողացել էր ուսումնասիրությունների հետևանքով դուրս բերել իր համար հայի տեսակի ձևակերպումը, կարելի է ասել, որ իրական շատ բազմածավալ է
Եվ հաճախ թե համերգներին, թե իր հեղինակային հաղորդման շրջանակներում, ելույթներում, հարցազրույցներում ինքը խոսում էր այս բոլոր կարևորությունների մասին եւ այս տեսանկյունից պարը կարծես թե երկրորդվում էր եւ հաճախ ինքն ասում էր, որ պարը ճանապարհն է, որը պիտի տանի մեզ դեպի ինքնություն։ Պարը միջոցն է եւ ոչ թե նպատակը։ Կարծում եմ սա էր իր ֆենոմեններից մեկը, որ ինքը կարողանում էր հային բացադրել ով է հայը եւ սիրել տալ իր տեսակը եւ իհարկե այն նյարդը, որը ինքը զգում էր պարերի մեջ, որովհետեւ այդ պարերը հիմա նաեւ մարդիկ պարելուց զգում են որոշակի էներգետիկա, որոշակի ուժ, էմոցիաներ, զգացողություններ, որոնք ես կարծում եմ ինչ որ առումով, այսպես ասած, կողպված էին կամ գաղտնի էին, որը ինքը կարողացավ իր տեսակի միջոցով գտնել այդ նյարդը ամեն բարի մեջ, որը ինքը վերականգնել է կամ որին ինքը առնչվել է եւ այդ նյարդը փոխանցել իր աշակերտներին, իր աշակերտները իրենց աշակերտներին եւ այդպես փորձել ընդհանուր տարածել։ Բարի դերը դժվար է գերագնահատել, որովհետեւ իհարկե կան մարդիկ բարին վերաբերում են շատ մակերեսային, դե բար է, պես շատ լուրջ արվեստ չէ։ Մարդիկ հավաքում են, ինչ-որ շարժումներ են անում, բայց նույն Կոմիտասը ասել է, պարն է որոշում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը։ Իսկ պարոն Գինոսյանի սիրած արտահայտություններից էր պարը ազգի գենետիկ հիշողությունն է։ Եվ այս առումով երբ աշխարհը հիմա գնում է դեպի գլոբալիզացիա, դեպի այսպես կարծես ջնջվում են ազգային սահմանները ինչ-որ համընդհանուր հոսանքի մեջ, այդ դուք որպես գեղարվեստական ղեկավար նաև պատասխանատու եք պարախմբի սերնդափոխության համար, որքանով են այսօր երիտասարդները հետաքրքրված ազգային պարով։ Իրականում պարախմբում մեր սերնդափոխություն բավական ուշուշ է լինում, բայց պարողները երիտասարդներ են, էլի։ Բայց մինչև որ տարիքը կարելի է պարել ձեր։ Այս պահին մեր ամենամեծ անդամը 47 տարեկան է։ 47-42 այդ տարիքի տղամարդիկ ունենք, ինքն էլ հայրս 56-57 էր դեռ կազմում ակտիվ պարում էր, ամեն դեպքում անհատապես էլ էլի կախված են ֆիզիկական վիճակից եւ այլն, բայց պիտի ուրախությամբ նշեմ, որ ավանդական պարերը այս պահին այսպես վարակի նման տարածում են գտնում եւ ավելի շատ թվով երիտասարդներ են հետաքրքրվում եւ ինչը նաեւ վերջին շրջանում հատկապես ինձ ուրախացնում է, այս տենդենսը նկատվում է նաեւ մարզերում եւ Սփյուռքում, որը շատ կարեւորում եմ, որովհետեւ Կարինը եւ մյուս մեծ մայր խմբերը, այսպես ասած, հիմնականում իրենց գործունեությունը ծավալում են Երևանում եւ անելիք այնքան շատ կա, որ շատ եւ նաեւ ռեսուրսների սակավություն կա, բավական դժվար է լինում մարզեր տեղափոխելը որևէ գործունեություն, դա կարող է լինել տարվա մեջ 1 կամ 2 անգամ ստաբիլ, այսպես ասած, ոչինչ չի լինում, բայց այսօր բարեբախտաբար կան մարզերում եւս ակտիվ երիտասարդներ եւ Սփյուռքում, ովքեր իրենք նախաձեռնում են, իրենք, այսպես ասած, վարվում են արդեն այդ ավանդական մշակույթով եւ փորձում են վարակել նաեւ իրենց շրջապատի երիտասարդներին։ Նաեւ այստեղ կարող եմ ուղղակի թվերով փորձել նշել, անցած տարի մեր միջոցառումներին միաժամանակ մոտ 3-4 հազար հոգի մարդ է մասնակցել եւ Սփյուռքում, որը որ մեզ համար եւս մեծ առաջընթաց է, կա մի նախաձեռնություն, որը կոչվում է Folk in Motion, այսինքն ինքնություն շարժման մեջ, Identity in Motion կներեք, իրենք հավաքվում են մի քանի տարբեր երկրներից որևէ կոնկրետ երկրում եւ 2 օրանոց այսպես դաս սեմինարներ են ունենում, մի օրը ավելի կրթական, խոսնակ են հրավիրում, միասին նոր բաներ են սովորում, երկրորդ օրը ավելի ազատ, բոլորով միասին պարում են եւ իրենց վերջին հավաքին մոտ 250 հայ երիտասարդ է հավաքվել եվրոպական երկրներից։ Այս եւս կարծում եմ շատ մեծ ձեռքբերում եւ առաջընթաց է։ Անի, ես մի դիտարկմամբ եմ ուզում կիսվել եւ լսել ձեր մասնագիտական կարծիքը։ Ինձ երբեմն թվում է, որ այսինքն նկատել եմ, որ Հայաստանում հիմնականում այսպես պրոֆեսիոնալ պարով ներկայանում են թեկուզ խնջույքների ժամանակ մարդիկ, ովքեր առնչություն ունեն
պարախմբերի հետ, այսինքն ունեն որոշակի գիտելիք, փորձ եւ մասնագիտացել են փոքրի շատ է թեկուզ սիրողական խմբակներում։ Երբ խոսքը գնում է Սփյուռքի հավաքների մասին, շատ անգամ նկատել եմ, որ մարդիկ, ովքեր ունեն բացարձակ տարբեր մասնագիտություն եւ զբաղմունք, գուցե եւ չեն հաճախել մասնագիտական պարային խմբեր, բոլորը տիրապետում են գոնե մի քանի հայկական պարերի պրոֆեսիոնալ շարժումներին։ Եթե մենք այսպես տարերային վեր ենք կենում եւ մեզ թվում է թե հայկական պար ենք ապարում, ապա նրանք դա անում են շատ ավելի մասնագիտորեն։ Արդյոք պատճառը, որ Սփյուռքում ազգապահպանման խնդիրը գուցե ավելի սուր է դրված, թե ինչով է պայմանավորված, որ մենք ոչ պար հաճախող մարդիկ այդքան մոտ չեն կանգնած իսկական մասնագիտական պարային շարժումներին, իսկ Սփյուռքում դա ավելի այսպես ակտիվ է։ Նայած Սփյուռքում որտեղ իրականում, որովհետև այստեղ պիտի ամեն դեպքում ասեմ, որ սովետական միության տարիներին մեր մշակույթը բաժանվել է, այսպես ասած, երկու մասի։ Կոմիտասը իր հայ կեղճուկ պարը հոդվածում ասում է, որ բնօրինակ ավանդական մշակույթը դա պարերքն է, երբ մարդը ինքը երգում եւ ինքը պարում է, եւ այս հիմնական այսպես ճակերտներով ասած խնդիրներ, որը սովետական պետությունը լուծեց եւ առանձնացրեց վերջնականապես պարը երգից եւ սկսեցին երգողները առանձին հանդես գալ, պարողները առանձին եւ նաեւ այդ տարիներին առաջացավ բեմադրական մշակույթը, որը այս Սփյուռքում շատ ավելի լայն տարածում ունի, որը էլի եթե հղում անենք պարագետների, նույն Ժենյա Խաչատրյանին, Էմմա Պետրոսյանին, նույնիսկ հենց Պարուս Սևակը իր հրապարակախոսական ճառում դրան անդրադարձել է, այսպես վերցնում են ավանդական պարերից դետալներ, դրանք խառնում են դասական պարարվեստի հետ, ստանում են ինչ-որ նոր կոմպոզիցիոն բան, որը ցավոք սրտի նորից անվանում են ավանդական, իրականում բավականին հեռու է ավանդականից, ավանդականը ճիշտ այն մշակույթն է, որը մեր պապերը պարել են իրենց գյուղերում, իրենց համար առանց հանդիսատեսի առկայության եւ դա բնավ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն եթե որպես հանդիսատես նայենք, այդտեղ պրոֆեսիոնալիզմ չկա, դա ֆոլկլոր է, հենց բուն էթնիկ մշակույթ է։ Մի հատվածը գիտեմ, որ հատկապես ամերիկահայ Սփյուռքում այն մարդիկ, ովքեր տեղահանվել են ցեղասպանության տարիներին, հասնելով Ամերիկա, ձևավորել են համայնքներ եւ այդ համայնքներում եղել են տարբեր գավառներից, նահանգներից գաղթած հայ մարդիկ, ովքեր սկսել են իրենց մշակույթով փոխանակվել Սասունցին Բայազեդցու հետ, Կարինցին, չգիտեմ, Մշից գաղթածի հետ եւ այնտեղ, օրինակ Բոստոնում մինչեւ հիմա ունենք շատ պինդ հայկական համայնք, որոնք պարում են ֆոլկլոր, այսինքն իրենց էթնիկ պարերը, իրենք այդպես իրար փոխանցել են, ձևավորել են ակումբներ եւ պարում են։ Դրան հակառակը սովետական պետության մեջ եղած մյուս պետություններում, որտեղ էլի կան գաղթօջախներ, ավելի տարածում ունի բեմադրական պարը, հաճախ սովորական մարդիկ չեն տարբերում, այսինքն տարբերությունը չգիտեն եւ Սփյուռքում ապրելով հատկապես այսպես կարեւոր է լինում, որ իրենց երեխաներին կարողանան հայկական ինչ-որ մի բան տալ, որպեսզի այդ երեխաները օտար հողի վրա ամբողջապես չկտրվեն իրենց արմատներից։ Կարծում եմ նպատակը դա է եւ նաեւ ինչու ոչ, որ հայերով իրենք իրար հետ շփվեն ավելի շատ, հայ ընկերներ ունենան, միջավայրը, ամեն դեպքում մեր մենտալիտետը եւ այլն փորձեն հնարավորինս երկար պահպանել։ Անի, ես ուզում եմ շատ նուրբ մի ոլորտ չէ, նուրբ աշխարհի անդրադառնալ այսօր, երբ Գագիկ Գինոսյանը մեզ հետ չէ, պարի ուսուցման ժամանակ լինում են պահեր, երբ միգուցե մի քիչ շատ վերացական բան եմ հարցնում, լսում եք նրա ձայնը, նրա հորդորները, մտածում եք, ինչպես ինքը կաներ, ինչ կասեր, ստանում նրա գնահատականը։ Իրականում սկզբի շրջանում մենք շատ արագ վերադարձանք փորձային ռեժիմի, երևի մի շաբաթ հետո, որովհետև ճամփորդություն ունեինք ու որոշում կայացրեցինք, որ չենք չեղարկում։ Առաջին փորձը կհիշեմ, որ ուղղակի բոլորս արտասվելով ենք ապրել եւ հիմա էլ մեր փորձասենյակում իր նկարը պատից կախված է եւ հիմնականում միշտ երբ որ շրջվում ենք, բոլորի հայացքը նկարին է լինում,
եւ այսպես մտովի փորձում ենք զգալ, որ ինքը եւս տարածքում է, երևի սկզբի շրջանում ավելի շատ էր այդ զգացողությունները իր ներկայության, ոչ անբացատրելի էլի ինչ որ ձևով, բայց նաև պիտի ասեմ, որ երևի ամենաշատը կուզեի ինչ-որ մի բան անելուց իր կարծիքը իմանալ, որովհետև մենք եւ բնավորությամբ իրար շատ նման ենք ես ու ինքը եւ միևնույն ժամանակ շատ տարբեր բաներ ունենք, իմ մոտ ես ավելի բնական է երիտասարդ եմ, ավելի քիչ փորձ ունեմ կյանքի նույնիսկ եւ բարի եւս, մեր կարծիքները հաճախ տարբեր հարցերի շուրջ տարբեր էին լինում, չնայած միշտ հասկանում էինք իրար, բայց երևի հա կուզեի շատ, որ մանավանդ երբ որ մեծ որևէ միջոցառում ենք անում, իսկ մենք բավականին մեծ ծավալով գործեր արեցինք, անցած տարի իր վերջին ընթացքը ինքը աշխատում էր, որ ազգագրության թատրոն ժանրում իր գրած ստեղծագործություններից մեկը վերականգնենք խնկահոտ երկիրը, մենք դա արեցինք եւ շատ մեծ մասշտաբով արեցինք, բեմի վրա մոտ 40 հոգի մարդ էր, կենթանի նվագախումբ 15 հոգանոց, ովքեր ամբողջ ընթացքը կենթանի նվագակցությամբ ուղեկցել են հրավիրովի դերասաններ, ռեժիսոր, բեմանկարիչ, այսինքն շատ մեծ աշխատանք են արել։ Դրանից բացի իր ծննդյան տարեդարձին իրեն նվիրված փառատոն կազմակերպեցինք էլի մեծ ծավալներով ու ես շատ կուզեի, որ իր կարծիքը լսեի եւ նաեւ կուզենայի Երբ որ մերոնց հետ եմ խոսում, կարինցիների, իրենք եւս ունենում են շատ այսպես էմոցիոնալ դաշտ։ Օրինակ նույն փառատոնի ժամանակ, երբ որ մենք փառատոնը մեկնարկեցինք Չալմդանգայի մեղեդիով, որը իր պարն էր, այսպես ճակերտներով ասած, ինքն էր հաճախ պարում, բոլորը հետո հուզված ասում են մենք այդ հատվածը լաց ենք եղել, իր ներկայությունը զգացել ենք եւ այլն, ես բացարձակ, որովհետեւ իմ մոտ այդ լարված անընդհատ լարված ֆոնն է, սրանից հետո այս մեկը պիտի մտնի, այն մեկը չմոռանա, այն մեկը այն կողմից պիտի մտնի, անընդհատ sense այդ հաշվարկներն են ու այդպես այդ մեծ միջոցառումները անցնում են, ես մի քանի ամիս հետո նոր հետ հայացքով գիտակցում եմ, որ վայ մեծ բան ենք արել։ Այդ պահին ես ընդհանրապես չեմ զգում ինչա տեղի ունենում էլի։ Շարունակելով բարի թեման, հայկական բարի թեման, կարելի ասել, որ մենք աշխարհում առանձնանում ենք դրանով, որ ունենք նաև ռազմի պարեր, ունենք սգո պարեր, որովհետև առաջին հայացքից ոչ գիտակ մարդու համար պարը ուրախության խորհրդանիշ է։ Պարում ես, երբ որ հոգիդ էլ է պարում, բայց ռազմի գնալուց առաջ, ռազմի դաշտ գնալուց առաջ պարել կամ սգո պար ունենալ, մենք առանձնահատուկ ենք հայերս այս առումով։ Իրականում տարբեր ազգերի մշակույթները ուսումնասիրելով ես կարծում եմ, որ առանձնահատուկ ենք նրանով, որ պահպանել ենք սգո պարերն էլ, ռազմի պարերն էլ իհարկե մասամբ ամբողջապես իհարկե չի պահպանվել, բայց մի անգամ առիթ եղավ Ամերիկայից եկած բնիկ ամերիկացիներ, այսինքն հնդկացիներ էին եկել, իրենց հետ այսպես շփվեցինք, իրենց պարերը ներկայացրեցին, շարժումների տեսանկյունից ինձ համար որպես մասնագետի աչքով դա այդպես մեծ արժեք չուներ, չէր ներկայացնում, բայց պատմության տեսանկյունից թե իրենք ինչի համար են դա պարել, դա շատ հարանման էր նրան, ինչի համար մենք պարել ենք։ Այսինքն ենթադրում եմ, որ չեմ ուսումնասիրել, իհարկե սա զուտ ենթադրություն է, բայց որ օրինակ իրենց դեպքում իրենք պատմությունը բերանից բերան փոխանցել են, բայց պարի շարժումը կներեք չի ստացվել փոխանցել։ Մեր դեպքում երևի մեր ունիկալությունը դա է, որ մենք կարողացել ենք նաև շարժումները բերանից բերան ճակերտներով ասած, իհարկե բերել հասցնել մեր ժամանակներ եւ մեծ մասը կարծում եմ հին ազգերի ունեցել են եւ ռազմի պարեր են ազգերը, որոնք մարտնչել են եւ նաեւ սգո պարեր, որովհետեւ մենք հիմա պարը իսկապես այլ կերպ ենք ընկալում, հենց ընկալում ենք որպես պար, բայց սգո պարը ինքը եղել է ծեսի բաղկացուցիչ մաս, ինքը իրան առանձին չեն դիտարկել որպես պար, դիտարկել են որպես ծեսի բաղկացուցիչ մաս եւ ցավոք սգո պարեր եւս քիչ են պահպանվել, որովհետեւ այդ տենդենսն է եկել, որ պարը ուրախության համար է եւ հատկապես երբ որ արդեն առաջացել է բեմական
մշակույթը։ Պարզ է, որ բեմից մարդիկ սքոպար պիտի չներկայացնեն եւ ինքը քիչ-քիչ այսպես մոռացության է տրվել, բայց նաեւ հիշատակություններ կան նույն, որ Պարույր Սևակի թաղման ժամանակ կանայք իր դագաղի կողքը ապարել են եւ նաեւ հայկական գերեզմանատներում միշտ եղել է պարահրապարակ, որտեղ իրենք այդ թաղման ծեսերի ժամանակ ապարել են եւ նաեւ վկայություններ կա գեղարվեստական ձևով, որ կապար, որը տղամարդը ապարում է, եթե իր հայրը կամ մայրը մահացած են լինում, իր հարսանիքի օրը իրենց շիրիմի վրա հենց տապանակարի վրա կանգնած պարում, այսպես ասած ավետելով, որ ինքը ամուսնանում է եւ իրենց տոհմը պիտի շարունակվի, բայց սա եւս սքո պարերի շարքին է դասվում։ Ունենք հերոսի թաղման պար եւ այստեղ էլ մոտեցումը հստակ է եղել, որ հերոսանալով մահանալը սուկ չէ, բայց ինքը էլի այսպես սքո պարերի շարքին է դասվում, չնայած բավականին տեմպը, ռիթմը ուրախ է եւ նաեւ ունեցել ենք հստակ ավանդույթ, որ հերոսներին սքալով չեն ճանապարհել, այլ ռազմապարերով են ճանապարհել։ Այնպես եւ Գագիկ Կինոսյանը։ Հա, իհարկե դա բավական ինքնաբուխ ստացվեց, բայց հենց ինքը փորձեց վերջին շրջանում այդ ավանդույթը վերականգնել եւ Կարեն Վարդանյանի հուղարկավորության ժամանակ իրենք դիմացից Յարխուշտա են ապարել եւ նաեւ մեր խմբի տղաներից մեկը ով զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ իր թաղմանը եւս մեր տղաները Յարխուշտա են ապարել։ Արչևում բարի միջազգային օրն է եւ ես վստահ եմ, որ դուք անմասն չեք մնալու։ Կխնդրեի, որ մի փոքր պատմեիք ինչ ծրագրեր եք նախատեսում եւ առհասարակ ոչ միայն օրվա հետ կապված առաջիկայում։ Դե անպայման պիտի անդրադառնանք, սա եւս մեկ առիթ է, որ մենք բոլորով համախմբվենք էլի մեկ գաղափարի մեկ միասնական վիճակի ապրիլի 29-ին բարեմիջազգային օրը երեկոյան ժամը 7-ին ունենալու ենք վարպետաց դաս կամ այսպես ասած բաց դաս Ազատության հրապարակում, որը արդեն այսպես ասած ավանդույթ է դառնում մի քանի տարի անընդմեջ այնտեղ ենք եւ նաեւ պիտի նշեմ, որ էլի պարոն Գինոսյանի հեղինակած ծրագրով արդեն 20 տարուց ավելի մենք յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը իրականացնում ենք բարի բաց դասեր, որտեղ բոլոր եկողներին սովորեցնում ենք ապրել, ձմռան ամիսներին դա տեղի ունենում Նարեկացի արվեստի միությունում, այս ամիս մարտին եւս այնտեղ ենք լինելու եւ արդեն տաք ամիսներին մայիսից մինչեւ սեպտեմբեր Գաֆեսչյան քանդակների պուրակում ենք անում։ Դարձյալ պարերի մասին ավելի շատ գիտական միգուցե ոլորտում մենք դեռ ունենք չբացահայտված էջեր հայկական պարի, էթնիկ պարերի վերաբերյալ եւ որն է անելիքը մասնագետների, պարուսույցների։ Նախ նշեմ, որ նաև մենք ունենք գիտական կենտրոն, որը էլի հիմնել է պարոն Գինոսյանը եւ գիտական կենտրոնում ունենք գիտ աշխատողներ, այսպես ասած, ովքեր աշխատում են այդ նյութերի վրա եւ ոչ միայն։ Բավականին մեծ պարային ժառանգություն ունենք, ես կարող եմ միայն այս պահին նշել, որ Սրփուի Լիսիցյանի արխիվներում են թվագրվում մոտ 2000 նմուշ պար, որը այդտեղից շատ քիչ նմուշներ են վերհանված եւ պարոն Գինոսյանի արխիվը մենք թվագրում ենք 600 նմուշ մոտավոր եւ դեռ ահագին բան էլ կար, որ ինքը պիտի վերցներ եւ չի հասցրել վերցնել ամերիկահայ մի մարդուց, այսինքն այստեղ բացահայտելու շերտեր բավականին շատ կան եւ նաեւ աշխատելու բան շատ կա, որը բավական նաեւ պատասխանատու գործընթաց է, բայց ամեն դեպքում այո, աշխատանքներ տարվում են եւ տարվելու են, այս պահին նաեւ փորձում ենք բարի գիտական բաղադրիչի նյութերը ամբողջական մեկ ֆորմայի բերել, մեկ տեսքի բերել եւ նաեւ եղած բարերի բոլոր շարժումները վերջնական ճշգրտել, ամրագրել եւ դրանք կարգավակիր համակարգով գրանցել, այստեղ էլ ասեմ, որ Սրփուի Լիսիցյանը ստեղծել է շարժումների գրանցման համակարգ, որը ունիկալ է ամբողջ աշխարհում, որովհետև ամենապարզ համակարգն է եղածների միջև
միջից եւ այդ համակարգը այժմ սերտում են մեր գիտական կենտրոնի աշակերտները, այսպես ասած, եւ նաեւ այբ դպրոցի հետ համատեղ կարգավագիր անունով նախագծային ակումբ ենք ունեցել, որտեղ երեխաներին սովորեցնում ենք այդ համակարգին, որ իրենք կարողանան հետո բարերը գրանցել, ինքը մոտավորապես նույնն է, ինչ որ երաժշտության համար նոտաների համակարգը, հնարավոր է ճշգրիտ գրանցել բարի բոլոր շարժումները եւ գոնե այդպես արխիվավորել, որ մեզնից ինչ որ ժամանակ հետո, երբ որ այլ հետաքրքրվողներ կլինեն, ճշգրիտ շարժումները կարողանան վերականգնել։ Անից դες հաջողվում է այդ մի քանի ուղղությամբ ծավալել ձեր գործունեությունը, եւ որպես գեղարվեստական ղեկավար եւ որպես գիտաշխատող, որովհետեւ ամեն դեպքում չենք թերագնահատում մյուս մասնագետների աշխատանքը, բայց այն գիտելիքով, որով դուք եք զինված, կարծում եմ շատ ավելի կիրառելի է այս բոլորը, բայց հաջողվում է, գտնում եք ժամանակ։ Փորձում եմ իրականում բավականին բարդ է եւ բավականին հոգնեցուցիչ, այսպես ամենօրյա ռեժիմով, բայց նաեւ քանի որ ես գիտական տեսանկյունից ինքնուս եմ, այսպես ասած, որոշեցի, որ կարիք կա գիտելիքներս խորացնելու եւ այս պահին ԵՊՀ մշակութաբանության մագիստրատուրայում եմ սովորում, այս տարի Աստծո կամոք կավարտեմ, մտադիր եմ նաեւ հետո շարունակել կրթությունս, որպեսզի անհրաժեշտության պարագայում նաև կարողանամ հոդվածների տեսքով այդ նյութերը հրապարակել, որովհետև բավական մեծ աշխատանք ծավալ կա, որը արժի հրապարակել նաև ինչու ոչ միջազգային հանրությունում եւ գիտական շրջանակներին ծանոթացնել մեր մշակույթի հետ, բայց նաև պիտի նշեմ, որ մենակ չեմ, այսինքն ոչ մի աշխատանքի մեջ մենակ չեմ, բավականին մեծ թիմ կա եւ գիտական կենտրոնում 4 հոգի ինձնից բացի աշխատող ունենք, խմբում ունեմ օգնականներ, պարուսույց, երկուսույց, երաժշտական մասի ղեկավար, ովքեր ամեն մեկը իրենց պատասխանատվության շրջանակը ունեն։ Մեծ թիմ է եւ մեծ ընտանիք, որովհետեւ այլ կերպ Գագիկ Գինոսյանի գործի շարունակողները չեն կարող միմյանց հետ հարաբերվել։ Անի իսկ հյուրախաղերի հետ կապված նախատեսում եք այս տարի դուրս գալ Կարին համույթով։ Կներեք, իրականում հյուրախաղերը բավական բարդ ֆինանսական պրոցես ունեն իրենց ետևում եւ քանի որ մեր խումբը բավական մեծ է կազմի տեսանկյունից, շատ բարդ է լինում երբեմն Հայաստանից դուրս գալ։ Հիմնական կազմը 30 հոգու մեջ է տատանվում, այդ եթե երաժիշտները սահմանափակ քանակով են, բայց առանձին մեր երաժշտախումբն էլ բավականին մեծ 15 հոգանոց կազմ ունենք, իրանք հիմնական առանձին են նաև հանդես գալիս, այդ տեսանկյունից բավական բարդ է լինում հաշվի առնելով, որ մենք որևէ ֆինանսական եկամուտի աղբյուր չունենք, ամեն ինչը ինքնաֆինանսավորման եւ կամավորության հաշվին է, եթե ունենում ենք հրավերներ, այսինքն լինում են համայնքներ կամ անհատներ, ովքեր պատրաստ են հոգալ կամ օգնել, որպեսզի մենք հաղթահարենք այդ ֆինանսական խնդիրները, մենք միշտ սիրով պատրաստ ենք, բայց այս պահին դեռևս որևէ այդպես ծրագիր չունենք։ Այս տարին իրականում նաև հոբելյանական է, որովհետև եւ Կարինի 25-ամյակն է, եւ պարոն Գինոսյանի 60-ամյակն է, եւ անպայման այս առիթներով պիտի ունենանք մեծ միջոցառումներ տարվա կտրվածքով, նաև անպայման պարոն Գինոսյանի տարեդարձին ունենալու ենք էլի փառատոնը օգոստոսին, այո, որը այս տարի ծավալները ավելի ենք մեծացնելու, Սփյուռքից խմբեր ունենք, ովքեր պիտի գան, նաև գիտաժողով ենք մենք կազմակերպում հունիս ամսին, այսպես բավականին խառը հագեցած գրաֆիկ ունենք, էլի, հա։ Ունեք երազանք ձեր ոլորտի եւ գուցե ոլորտից դուրս, որ ջանում եք կամ ծրագրում եք իրականացնել։ Եսի երևի երազանք չէ, նպատակներ ունեմ։ Երազանքը, եթե այդպես տենց շատ վերացական նայենք, երևի կերազեմ մի օր մեր գործունեությունը ճակերտներով ասած անիմաստ լինի եւ հա մարդիկ կարիք չունենան այդ իրենց արմատին վերադառնալու բարի միջոցով, այսինքն այդ բոլորի համար լինի նորմա։
որ մենք այսպես ասած Կորցնելով բարը չէ, հակառակը, այսինքն որ հակառակ բարը լինի կենցաղում արկա, իհարկե տրանսֆորմացված բնական է, բայց կարիքը չունենանք մարդկանց բարի միջոցով իրենց ինքնությանը մոտեցնելու, մարդիկ իրենց ինքնությունը քաջ գիտակցեն, իրենց մշակույթին տիրապետեն, տերը լինեն, կրողը լինեն, կրողը երևի ամենալավ բառը դա, որ իրենք իրենց ինքնության եւ մշակույթի կրողը լինեն, բայց բոլոր հայերը։ Այս դեպքում ես կարծում եմ մենք արդեն նաեւ կկարողանանք որպես ազգ ձևակերպել մեր նպատակները եւ քայլել այդ նպատակների ճանապարհով եւ նաեւ ինչու ոչ որպես պետություն ձևակերպել մեր նպատակները, որովհետեւ ես կարծում եմ ամեն դեպքում ինձ համար գոնե թե մեկ միասնական Հայաստանը երազանք է, ներառյալ Արցախը, Արևմտյան Հայաստանը, բոլոր այն պատմական տարածքները, որոնք որ պատմականորեն հայինն են եւ այնտեղ պիտի հայը ապրի։ Անի շատ շեղվելով բարի թեմայից, ինչ է կարծում այսօր հայի ինքնության ճգնաժամ կա։ Մասնակիորեն կարծում եմ, որովհետեւ գլոբալ բնական է, որ մի երևույթը գլոբալ չի լինում, ինչ որ շերտերի մոտ կա, ինչ որ շերտերի մոտ չկա, բայց ընդհանուր կարծում եմ երևի ավելի շատ կա, որովհետև մենք հաճախ ու նաև երևի պատերազմներից հետո ավելի բարդույթավորված իրավիճակում ենք եւ հաճախ ինքներս մեր մասին որպես ազգ վատն ենք մտածում, որ մենք թույլ ենք, տկար ենք, առանց որևէ մեծ ուժի օգնության չենք կարող, բայց իրականում երբ որ շատ խորը մեր մեջ նայենք, այդ բոլոր ռեսուրսները, բոլոր բանալիները կան, ուղղակի մենք դրանից շատ կտրվել ենք արդեն, շատ հեռու ենք, էլի, կարիք կա այդպես լրիվ վերադառնալու դեպի արմատ եւ ինչի այստեղ մշակույթի դերը շատ կարեւոր, որովհետեւ մեր նախնիները, այո, այդ բոլոր բանալիները մշակույթի միջոցով տվել են։ Դա կլինի թե բարի իմաստաբանական շերտերը, որ օրինակ այդպիսի արտահայտություն կա, ասում են հայի ձեռքի շարունակություն զենք պիտի լինի, թե այս բանալին, թե այն մեր երգերի մեջ բառեր կան, միայն զենքով կա հայի փրկություն, այս օրինակներ եմ էլի բերում, այս բանալիները տրված են մշակույթի մեջ, թե մենք պաշտել ենք խոյերին, որովհետև խոյերը ազնիվ արդար պայքար են մղել միմյանց դեմ, ուժը ուժի դեմ, հավասարը հավասարի դեմ եւ այդտեղ հաղթել է իսկապես ուժեղը եւ հետո նույն այդ նույն իմաստը տեսնում ենք օրինակ Սասնա ծռերում էպոսի մեջ ենք տեսնում, այսինքն այս բոլոր տեղերից եթե մենք կարողանանք սնվենք, ես վստահ եմ, որ շատ կուժեղանանք, թե որպես անհատներ, թե որպես ազգ միավոր, կարծում եմ գաղտնիքը երևի այդտեղ է, պիտի ուղղակի կարողանանք գնահատել, տեղ տալ այն ամենին, որը իրական ավանդական մշակույթ է, որը ոչ թե որը որ կեղծ օրակարգ է, էլի այսօր։ Անի ես շնորհակալություն եմ ուզում հայտնել նախ ձեր անկեղծության համար, որովհետև շատ նվիրական պատմություններ պատմեցիք, նաև կիսվեցիք ձեր ներկայիս անելիքներով, ծրագրերով, մաղթում եմ, որ բոլորը ինչ ծրագրել եք դեռ մի բան էլ ավելին, կյանքի կոչեք, կատարածեք եւ այստեղ մաղթանքը տեղին չէ, արժանվույնս շարունակեք ձեր հայրիկի գործը, դուք արդեն շարունակում եք նույնիսկ իր կյանքի օրոք եւ այսօր ձեր բոլոր քայլերը վկայում են դրա մասին։ Իսկ մեր շատ սիրելի Գագիկ Գինոսյանը վստահաբար առաջնորդում է ոչ միայն Կարին Պարային երգի բարի համույթը, այլև բոլոր նրանց, ովքեր կարևորում են մեր ազգային ինքնությունը, մեր հայկական գենը, կոդը եւ Գագիկ Գինոսյանը կարծես հոմանիշ է այդ բոլոր երևույթների։ Ես էլ եմ անչափ շնորհակալ եւ հրավերի համար եւ գնահատանքի, ձեզ եւս մաղթում եմ լավ եթեր։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Կարին ավանդական երգի բարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանին։